Հաց փորի հունձ անողը։ Հայկական ժողովրդական հեքիաթ։ Մի հարուստ շատ է ման գալիս, որ էժան գնով մշակ բռնի տանի արտը հնձելու։ Ինչքան ման է գալիս, իր ցանկացած գնով մշակ չի գտնում։ Մի աղքատ մարդ էլ լսում է, որ էժան մշակ ուզող կա, գալիս է սրա մոտ ասում. «Աղա, մշակ չես բռնի»։ Ասում է. «Կբռնեմ»։ Աղքատն ասում է. «Ինձ մշակ բռնիր»։ «Ինչ գին պիտի տամ»։ Հարցնում է հարուստը։ «Մի փոր հաց», պատասխանում է աղքատը։ «Այ մարդ, մի փոր հացը տալու եմ, դու քո վարձը տասա»։ «Չէ, աղա ջան, իմ վարձը մի փոր հաց է, ուրիշ բան չեմ ուզում»։ Էս հարուստը ուրախանում է, մշակին վերցնում բերում է տուն։ Առավոտը վեր են կենում, որ գնան արտը հնձի, մշակն ասում է. «Դե աղա ջան, բեր առավոտվա հացը ուտեմ ու գնամ հնձի»։ Հարուստը լավ ուտելիքներ է բերում, դնում մշակի առջև։ Մշակը կուշտ ուտում է, սեղանը մաքրազարդում, մի կողմ կանգնում ու սկսում է հորանջել։ Հարուստն ասում է. «Հը, ինչ կա»։ Մշակն ասում է. «Հեչ աղա ջան, լավն է, բերես ճաշվա հացն էլ միանգամից ուտեմ, գնամ մինչև իրիկուն հնձեմ, ճաշին էլ գործից ետ չդառնամ»։ Հարուստն ուրախանում է, մտածում է. «Էս ինչ լավ մշակ է»։ Բերում է ուտելիքներն էլ, գինին էլ մշակի առջև դնում։ Մշակն ուտում է, վերջացնում, վեր կենում, սկսում է հորանջել։ Հարուստն ասում է. «Հը, հիմի ինչ ես ուզում»։ «Աղա ջան», ասում է մշակը, «բեր իրիկվա հացն էլ միանգամից ուտեմ վերջացնեմ, գնամ արտերը մինչև լույս բացվելը հնձեմ»։ Հարուստը իրիկվա հացն էլ է տալիս։ Մշակը ուտում, վերջացնում է, հետո թախտին նստում է, սկսում է հանգիստ տրեխները հանել։ Հարուստը անհանգստանում է, ասում է. «Այ մարդ, էդ ինչ ես անում»։ Մշակն ասում է. «Աղա ջան, դու աշխարհ ման եկած, փորձված մարդ ես, տեսած կաս, որ մարդ իրիկվա հացն ուտելուց հետո գործի գնա։ Հիմա քնելու ժամանակն է, տեղս ցույց տուր, քնեմ»։ Այսքանը, կհանդիպենք, բաժանորդագրվեք Արի լսի յութուբյան ալիքին։